Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Լուրը հաստատվեց արբանյակային լուսանկարներով, ադրբեջանցիները քանդել են Լեռնային Ղարաբաղի ամենամեծ հայկական եկեղեցին։ Մայր տաճարը Արցախի չկա։ Արցախի ինքնորոշման հարց ընդդիմադիրները չեն դնում, կենտրոնանում են արցախցիների վերադարձի իրավունքի վրա։ Արդյոք իրատեսականը հիմա վերադարձի հնարավորությունը։ Մենք միջազգային բանակցությունների օրակարգում ենք խոսելու, միջազգային հարթակներում ենք խոսելու։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց Բաքու մեկնելու Ռուբեն Վարդանյանի առաջարկին։ Իշխանությունը քաղաքական դաշտի համար նախատեսված սև փողերի հոսքից է խոսում, իրավապահները պնդում են ընտրական գործընթացների վրա ազդելու համար կանխիկ միջոցներին վերաբերող որևէ գործ չեն քննում։ Թրամփը երկարաձգեց Իրանի հետ հրադադարը, բայց բանակցությունների հեռանկարը դեռ անորոշ է։ Արբանյակային լուսանկարներով ապացուցվում է ադրբեջանցիները քանդել են նաև Ղարաբաղի ամենամեծ Ստեփանակերտի մայր տաճարը։ Չնայած տեղահանված արցախցիները մի քանի օր է ահազանգում են, հարցի գլխավոր հասցեատեր Հայաստանին համարում, բայց պաշտոնական Երևանը շարունակում է լռել։ Այո, Ստեփանակերտի մայր տաճարն անցել է ադրբեջանական բուլդոզերի տակ ավերվել։ Երեկվանից հնչող ահազանգը հաստատվում է։ Այս արբանյակային լուսանկարներն ստացել են Ազատության Պրահայի գործընկերներից։ Պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն ոչ։ Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է, որ Բաքուն հայկական եկեղեցու հետ կապված ծրագիր ուներ, հասկանում ենք նաև սոցցանցում հրապարակված այս զբոսաշրջիկի լուսանկարից։ Աղջնակը զվարթ է, բայց հետնամասում տաճարն արդեն պարզ պապատված է որպես շինհրապարակ։ Լուսանկարը փետրվարին է արվել։ Նելսոն Ստեփանյան փողոցի վերնամասում գտնվող մայր տաճարը Արցախի չկա։ Նույն այդ տեսաերիզից երևում է մեկ այլ անկյունից երևում է, որ եւս չկա։ Ազատության ադրբեջանական ծառայությունը Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման վերաբերյալ հարց է ուղղել այդ երկրի արտգործնախարարությանը։ Հարցը առայժմ անպատասխան է։ Որ Հայաստանի ու Արցախի մեծությամբ երկրորդ եկեղեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարն անհետացել է, առաջինը նկատեց Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։ Ստեփանյան ու Մկրտչյան փողոցներից Կարմիր տաճարը շատ լավ էր երևում, նաև Պարկ հոթել հյուրանոցի կողքին էր։ Հիմա հյուրանոցը երևում է, տաճարի գմբեթն անգամ չի նշմարվում։ Ալիևի ռեժիմն ամեն ինչ է քանդելու, եթե Հայաստանի իշխանությունը շարունակի խրախուսող հռետորաբանությունը, ասում է Արցախ միության ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը պետք է գործարկի միջազգային մեխանիզմները։ Հայաստանի Հանրապետությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի ու ասի, որ սա վնասում է խաղաղության գործընթացին, սա բարեկամության կամ հարաբերությունների կարգավորման ոգուն ընդհանրապես հարիր չէ, բայց այս ամենի համատեքստում տեսնելով մի կողմից ադրբեջանական շարունակական ցեղասպանական քաղաքականությունը, հայկական մշակութային ժառանգության հանդեպ, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունների խրախուսական ռետորիկան կրկին հայկական մշակութային ժառանգության չպաշտպանության առումով ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները այս պարագայում մեղսակցում են ու իրենց առաջին հերթին իրենց անգործության պատճառով միջազգային մեխանիզմները չեն գործում։ Այլապես ոչ մի այլ երկիր Հայաստանի Հանրապետությունից ավելին չի անելու հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար։ Արցախում հայկական հուշարձանների ոչնչացմանը հետևող կազմակերպությունների ներկայացուցիչները արձանագրում են, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները Արցախի հարցի հետ փակել են նաև հուշարձանների ոչնչացման հարցը։ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է հայկական ամբողջ մշակութային ժառանգության համար, անկախ նրանից, թե որտեղ է ինքը գտնվում, դա սահմանադրորեն ամրագրված դրույթներից մեկն է։ Ըստ Բեգլարյանի միայն հայտարարություններն էլ չեն զսպի Ալիևին, անհրաժեշտ են գործնական քայլեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես միջնորդ պետություն
Եթե Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ հետ հարաբերություններում շատ ուղիղ ասի բանակցային սեղանին դնի այս հարցը ու ասի որպես միջնորդ ապահովիր, որ մյուս կողմը հակամարտության իրեն պահի խաղաղության ոգուն համապատասխան, այլապես ես չեմ կարող, օրինակ, հայ ժողովրդի, Հայաստանի հասարակությանը համոզել, որ խաղաղություն է եկել, իհարկե ԱՄՆ-ն այդ պարագայում գործնական ճնշում կգործադրի։ Ստեփանակերտի մայր տաճարի ավերմանը ոչ միայն հայաստանյան պետական կառույցներից արձագանք չկա, լուռ է նաև Արցախի թեմը, որի առաջնորդը Վրդանես եպիսկոպոսը Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարեփոխման գործին է միացել։ Բաքվի կռիվը հուշարձանների հետ նորություն չէ, արդեն ավերված են Լաչինի, Ջաբրայելի, Աղավնոյի, Մոխրենեսի եկեղեցիներն ու մատուրները, հողին է հավասարվել Շուշիի կանաչ ժամը։ Հնագույն հայկական համալիրները Բաքուն աղվանական է դարձնում, իսկ անկախության շրջանում կառուցված եկեղեցիներն ըստ ադրբեջանական կողմի ապօրինի շինություններ են։ Գլխավորը Արցախի հայկական դիմագիծը վերանա, ասում է Բեգլարյանը։ Չասեմ առաջին հերթին, բայց մեծապես թիրախավորել այն, եթե եկեղեցիների մասին ենք խոսում, այն եկեղեցիները, որոնք անկախության տարիներին են կառուցվել։ Ադրբեջանի խորհրդարանի падգամավոր իշխող թիմի ներկայացուցիչ Էլնարա Ախիմովան ազատության ադրբեջանական ծառայությանն ասել է, Բաքուն երբեք չի քանդում պատմական կամ մշակութային հուշարձաններ, կառավարությունը փորձում է պահպանել դրանք։ Հնարավորություն չունենք տիկին Ախիմովային հարցնել, ուր է 18-րդ դարի կանաչ ժամը Շուշիում։ Ադրբեջանցի խորհրդարանական Ստեփանակերտի մայր տաճարի քանդման փաստը չի հաստատել, ասել է դա դեռ պիտի ճշտվի։ Ըստ նրա, հայերն են քանդել իրենց մզկիթները, իր խոսքով օկուպացիայի 30 տարիների ընթացքում։ Նայեք, Ակնայում գրեթե ամեն ինչ քանդված էր բացի մզկիթից։ Եթե մենք քաղաքականություն ունենայինք ոչնչացնելու մզկիթները, ամբողջ ավերված քաղաքում կպահեինք մի մզկիթ։ Մահմեդական որևէ հուշարձան չի ոչնչացվել, պնդում է Արցախ միության ղեկավարը։ Դրանցից շատերը վերականգնվել են։ Շուշիի Գյովհար աղայի մզկիթը վերականգնվել է այն մարդու աջակցությամբ, ով այժմ ադրբեջանական բանտում է։ Ռուբեն Վարդանյանն է։ 2021-ին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա լուծելու խոստում տված քաղաքացիական պայմանագիրը 5 տարի հետո փակել է թե Ղարաբաղի, թե հայրենիք արցախցիների վերադարձի հարցը։ Հիմա Փաշինյանին որդեգրած քաղաքականության համար քննադատող եւ իշխանության գալու հայտ ներկայացնող մյուս ուժերին լսենք։ Նրանք ինչ են առաջարկում։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հիմնական ուժերը խոստանում են պաշտպանել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։ Բացառություն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական պայմանագիրը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նախորդ 2021-ի ծրագրում Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա խոստացած ՔՊ-ից այժմ կուսակցության ղեկավարի մակարդակով հայտարարում են, հրաժարվում են Ղարաբաղյան հարցից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագիրը ներկայացնելիս պարզաբանեց, տասնամյակներ շարունակ կոնֆլիկտի պատճառ դարձած Ղարաբաղյան հարցը այժմ փակված է։ Ղարաբաղի շարժումը խաղաղության եւ անվտանգության հետ անհամատեղելի են եղել։ Եվ մենք մեծ հաշիվ ենք տվել, ասել ենք լավ, ինչի մեջ է մեր ընտրությունը։ Եվ մենք ընտրություն ենք կատարել հոգուտ անվտանգության, հոգուտ խաղաղության։ Քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելու օրակարգով ընտրություններին մասնակցող գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի նախընտրական ծրագրում Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի վերաբերյալ դրույթ չի լինի։ Փոխարենը նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի խոսքով լուծելու են բռնի տեղահանվածների հումանիտար հարցերը։ Մարդկանց պետք է ապահովել երկու կարևոր բան՝ տնավորման հարցը եւ երկրորդը մշակութային ընդհանրության պահպանումը։ Այդուհանդերձ իշխանության գալու դեպքում ուժեղ Հայաստանի օրակարգից արցախցիների վերադարձի իրավունքը դուրս չի մնալու։ Նարեկ Կարապետյանի խոսքով այս հարցին կանդրադառնային, երբ համոզված լինեն նրանց վերադարձն անվտանգ է լինելու։ Մենք մեր հայրենակիցները իրավունք չունենք, մենք այնպես անենք, որ գերի կարգավիճակ ունենան։ Երբ որ մենք վստահ կլինենք, որ մեր հայրենակիցները անվտանգ են լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում Արցախում մենք այդ ժամանակ վստահ
կգնանք այդ քայլերին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարավոր մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով հավաքական հայրենադարձության իրավունքի միջազգայնացման հարցը ամրագրված է Դաշինքի նախընտրական ծրագրում։ Մենք խոսելու ենք Արցախի վերադարձի իրավունքից, միջազգային բանակցությունների օրակարգում ենք խոսելու, միջազգային հարթակներում ենք խոսելու եւ աշխատանք ենք տանելու, այսինքն մեր դիվանագիտական ներկայացությունները հրահանգ են ստանալու, որ սա իրենց օրակարգային հարցերից մեկն է եւ քայլեր ձեռնարկեն, որպեսզի սա համախոհություն ձևավորվի, արդեն արկա համախոհությունը հնարավորինս ընդլայնվի։ Վերադարձի հարցը հստակ ամրագրված է լինելու նաև մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հիմնած Միասնության թևեր կուսակցության նախընտրական ծրագրում։ Թաթոյանը նշեց, սա միջազգայինորեն ամրագրված իրավունք է, որն իր թիմն առաջ է մղելու։ Արդյոք իրատեսական է հիմա վերադարձի հնարավորությունը։ Ոչ, իրատեսական չէ, դա հասկանում ենք։ Արդյոք մենք պետք է թողնենք, որպեսզի այդ իրավունքը մարի մոռացության տրվի։ Ոչ, որովհետև դա մեր ժողովրդի, մեր ազգի իրավունքների պաշտպանությունն է, ավելին, ես համոզված եմ, մեր ծրագրում դա ամրագրել ենք նաև այն համոզմունքով, որ դա անհրաժեշտ է Հայաստանի շահերի պաշտպանության նպատակով։ Ադրբեջանն այսօր դրա մասին չխոսելը միայն ձեռնտու է Ադրբեջանին։ Գործարար Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրում նույնպես Արցախի ժողովրդի վերադարձի թեման չի շրջանցվելու։ Ծառուկյանի մամուլի խոսնակ Նազատությանը փոխանցեց, իրենք հետևողական առաջ են մղելու Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման եւ պաշտպանության ներառյալ վերադարձի իրավունքը, միջազգային իրավունքի եւ միջազգային մեխանիզմների շրջանակում։ Անկախ գործող իշխանության դիրքորոշումից էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, եւ սա լինելու է նաեւ Լուսավոր Հայաստան կուսակցության արտաքին քաղաքական օրակարգում։ Ոչ միայն պահելու ենք այն նպատակով, որ գիտենք, որ կարան մի օր վերադառնան, այլ այն նպատակով, որ դա նաեւ կհակակշռի, կփոխզսպի եւ Ադրբեջանի կողմից այդ արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վերադարձի նարատիվը հետ կմղի։ Համակարգության ժամանակ Արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանող այս ուժերից ոչ մեկը, սակայն տեսանելի ապագայում նրանց վերադարձը իրատեսական չի համարում։ Անվտանգային հստակ երաշխիքների ապահովումն են կարևորում, որը տարիների, գուցե տասնամյակների աշխատանք կպահանջի։ Վարչապետ Փաշինյանի կարծիքն այն է, որ չպետք է փորփրել ով ուր է ապրել, որ պատերազմ չլինի, լինի խաղաղություն։ Վերադարձի իրավունք։ Ղարաբաղ վերադարձի իրավունք։ Ադրբեջանը դրան կհակադրի ձեզ հայտնի թեմաները եւ այդ կետի վրա կսկսի եռալ եւ կդառնա կոնֆլիկտ։ Մենք ասում ենք այդ թեմաները երկկողմ պետքա փակվեն։ Եվ սա իրատեսական եւ լեգիտիմ մոտեցում է միջազգային իրավունքի տեսակետից։ Եվ սա է մոտեցումը, որ երաշխավորում է խաղաղության։ Որտեւ եթե մենք հիմա ասենք, որ Ղարաբաղի մեր սիրելի հայրենակիցները պետքա վերադառնան Ղարաբաղ եւ մեր փախստականները պետքա վերադառնան, նրանք էլ են ասում, մեր փախստականներն էլ ուրեմն պետքա վերադառնան։ Ոչ միայն նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն են օրակարգում պահելու, այլ նաև Բաքվից, Շամխորից, Սումգայիթից եւ Ադրբեջանի տարբեր համայնքներից մազապուրց գաղթած հայերի վերադարձի իրավունքն ենք օրակարգում պահելու, որովհետեւ մեկը զսպելու է Ադրբեջանի ախորժակը փախստականների վերադարձի հարցով, իսկ մյուսը ցույց է տալու Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման համար ինքը շարունակում է մնալ պատասխանատու։ Նիկոլ Փաշինյանի փաստարկը ոչ մի կերպ ընդունելի չեն համարում ընդդիմադիրները։ Ավելին, падգամավոր Քրիստինե Վարդանյանը սահմանադրության օրինակով ընդգծեց, թե ինչպես Հայաստանը չի պահանջել Ադրբեջանից սահմանադրություն փոխել, բայց Հայաստանում Բաքվի պահանջով փոխվում է սահմանադրությունը։ Նույնն է նաև վերադարձի իրավունքի մասին։ Նիկոլ Փաշինյանը չի խոսել, չէ՞, Նիկոլ Փաշինյանի կառավարության վերադարձի իրավունքի մասին։ Միտեղ չեք գտնի։ Ադրբեջանը ամեն տարի պետական ֆինանսավորմամբ իրականացնում է Արևմտյան Ադրբեջան այդ կեղծ հայեցակարգի համաժողով,
պահանջում է, որ ադրբեջանցիները 100 հազարավորներով բնակեցվեն Հայաստանում, որքան միջազգային համաժողով կա, կոնֆերանս կա, ՄԱԿ-ի հովանու ներքո միջոցառում կա, ներկայացուցիչները այդ ՀԿ-ի, որը ֆինանսավորվում է Ալիևի աշխատակազմի կողմից, գնում են եւ խոսում են ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու մասին։ Էլի պատերազմի երրագլուխ կուսակցության ներկայացուցիչները այդ քարտեզներով են հանդես գալիս, հրապարակումներով են հանդես գալիս եւ ինչպես իմիջիալից ասեմ Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել է շատ անմեղ հումանիտար հարցերից։ Այս օրակարգը չհետապնդելն է տանում ուղիղ պատերազմի։ Մեր իրավունքների պաշտպանությունից հրաժարումն է տանում ուղիղ պատերազմի։ Այն դեպքում, երբ կան բոլոր հիմքերը։ Եվ այս խոսույթը, որ իշխանությունները մցրել են պատերազմի ահաբեկելով, վախեցնելով, բերել Ադրբեջանին, դարձրել են Հայաստանի ներպետական ընտրություններում գլխավոր գործոն, սա հենց Ադրբեջանի հետ պայմանավորված քաղաքականություն։ Այս պահին հնչած հայտարարությունների համաձայն միայն իշխող քաղաքացիական պայմանագիրն է հստակ ասում, որ Ղարաբաղի հարցը փակված է, իսկ բացելը կնշանակի պատերազմ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մեկ օր անց պատասխանեց Բաքու այցելելու Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հորդորին։ Եթե կարճ Հայաստանի օմբուդսմենն ասել է, իր լիազորությունների շրջանակում է բացառապես Հայաստանի պետական մարմինների կողմից ենթադրյալ խախտումներն արձանագրելը։ Իսկ ինչ կարող է անել Անահիտ Մանասյանը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի իրավունքների պաշտպանության համար։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չի կարող անկախ գործունեություն իրականացնել Ադրբեջանում, Ազատության հետ զրույցում պարզաբանում է Միեդում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, եթե պաշտպան Անահիտ Մանասյանը նույնիսկ կարողանա այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին, միևնույն է, չի կարողանալու վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Այդպիսի գործիքակազմ պաշտպանն իր մանդատի շրջանակներում չունի, ինչպես որ իրավունք չունի գնահատականներ հնչեցնել Ադրբեջանի բանտերի եւ իրավապահ մարմինների գործունեության մասին։ Հայաստանի ՄԻՊ-ը նման գնահատականներ կարող է հնչեցնել միայն հայաստանյան մարմինների գործունեության վերաբերյալ։ Քանի որ խախտումները առնչվելու են Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկի քննչական ծառայությունների դատախազական մարմինների խախտումներին, այս հարցերի վերաբերյալ գնահատական չի կարող ձևավորել Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը։ Ճիշտ այնպես, ինչպես օրինակ չի կարող Չեխիայի մարդու իրավունքների հաստատությունը մի օր հայտարարություն անել եւ ասել, թե օրինակ Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության որ մարմինը ինչպես է հարգում կամ խախտում հավաքների ազատության կամ որևէ այլ իրավունք։ Բաքվի բանտերում գերիներին հանդիպելու եւ հարազատների հետ տեսակցություն ապահովելու խնդրանքով պաշտպան Անահիտ Մանասյանին դիմել էր շուրջ 3 տարի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Ի պատասխան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ իր լիազորությունները տարածվում են միայն Հայաստանի պետական կառույցների վրա։ Միաժամանակ պաշտպանը հերքել էր Ադրբեջանի օմբուդսմենի իրեն Բաքու հրավիրելու մասին Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, նշելով, որ որևէ պաշտոնական առաջարկ չեն ստացել։ Ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ ՄԻՊ-երը չպետք է արտաքին քաղաքականությամբ զբաղվեն եւ եթե նրանք փորձում են ձևավորել հատկապես կոնֆլիկտային կամ հետ կոնֆլիկտային երկրներում արտաքին քաղաքական օրակարգեր, սա գործոն է, որը վկայում է նրանց անկախության բացակայության մասին։ Հայ գերիների ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանի ՄԻՊ-ի այցելությունը Բաքու նույնիսկ կարող է վտանգավոր լինել, քանի որ եթե պաշտպանը մանդատ չունի վերականգնել հայ գերիների խախտված իրավունքները, ապա ձևական այցելությամբ պարզապես թույլ կտա Ադրբեջանին քողարկել եւ օրինականացնել խոշտանգումները։ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում հայ գերիների վիճակի մասին զեկույցը ի վերջո ներկայացնելու է հենց Ադրբեջանի օմբուդսմենը։ Դոմինանտ դերում լինելու է Ադրբեջանի ՄԻՊ-ը եւ Ադրբեջանի ՄԻՊ-ի գնահատականներն են կանխորոշելու այդ զեկույցը եւ ըստ էության դիմողի դերում լինելու է Ադրբեջանի ՄԻՊ-ը, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը առ այսօր անկախ գործունեություն չի իրականացրել, չի արձանագրել բոլոր խախտումները
Իրավապաշտպանը հարց է տալիս, եթե Ադրբեջանն իրապես պատրաստ է ցույց տալ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վիճակը, ապա ինչու թույլ չի տալիս խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեին այցելել նրանց, այլ փորձում է Հայաստանի պաշտպանի միջոցով իրականացնել մի ձևական այց, որի շրջանակներում հնարավոր չէ վերականգնել հայերի խախտված իրավունքները։ Իսկ ինչ կարող է անել Հայաստանի ՄԻՊ-ը։ Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով Անահիտ Մանասյանը կարող է քննարկման առարկա դարձնել Հայաստանի պետական մարմինների անգործությունը, որոնք առաջացնում են մարդու իրավունքների խախտումներ։ Օրինակ, ըստ Տիրանուշ Սահակյանի, Հայաստանի իշխանությունը չի իրականացնում չեզոք երկրի հյուպատոսական ծառայությունների միջոցով Բաքվի բանտեր այցեր կազմակերպելու իր իրավունքը։ Բացի այդ, Հայաստանի պետական մարմինները կարող են կազմակերպել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարազատների այցելությունը այն նույն խողովակներով, ինչպես որ պարբերաբար կազմակերպվում են հասարակական կազմակերպությունների այցերը Ադրբեջան։ Հասարակական կազմակերպությունները այցելել են Ադրբեջան, բայց դա տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի հովանու ներքո։ Մենք այս պահին ունենք գործող այլ մեխանիզմ, որը կարողանում է այցելություններ կազմակերպել։ Եվ ինչու չօգտագործել հենց այն նույն մեխանիզմը, որը միջպետական այդ արտաքին հարաբերություններում եղել է արդյունավետ։ Ու թեև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չի կարող Ադրբեջանի իշխանություններից պահանջել հայ գերիների իրավունքների պաշտպանություն, պահանջել նրանց դատավճիռների տրամադրում, բայց ըստ իրավապաշտպանի կարող է այս հարցերը բարձրացնել միջազգային հարթակներում, կոչ անելով միջազգային գործընկերներին իրենց մանդատի շրջանակներում շտկել իրավիճակը։ Միեդում հայ գերիների ներկայացուցիչը միջազգային գործընկերների հետ աշխատանքի առումով պաշտպանի գործունեության վերաբերյալ վերապահումներ չունի։ Կարծում է, որ ՄԻՊ-ը բավական արդյունավետ է գործում, ակտիվ է եղել խնդիրները բարձրաձայնելու հարցում եւ որ ամենակարևորն է շատ հստակ դիրքորոշում է հայտնել, որ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Իշխանությունը քաղաքական դաշտի համար նախատեսված սև փողերի հոսքից է խոսում, իրավապահները պնդում են ընտրական գործընթացների վրա ազդելու համար կանխիկ միջոցներին վերաբերող որևէ գործ չեն քննում։ Թրամփը երկարաձգեց Իրանի հետ հրադադարը, բայց բանակցությունների հեռանկարը դեռ անորոշ է։ Մինչ իշխանությունը կոնկրետ դեպք մատնանշելով մի քանի օր առաջ ահազանգ էր խփում, թե Ռուսաստանից սև փողեր են հոսում ընտրություններում օգտագործելու համար, իրենք էլ կանխում են, իրավապահները ոչ միայն այդ դեպքի տակ քաղաքական ենթատեքստ, այլև հանցանք չէին տեսել, գործ չէին հարուցել։ Հիմա իրավապաշտպանները հարց են հնչեցնում, ուր են ապացույցները, թե պաշտոնյաները զուտ մարդկանց շրջանում այդ լուրերը տարածելու համար էին հայտարարություններ անում։ Քաղաքացին 208 միլիոն դրամին համարժեք 47.5 միլիոն ռուբլին օդային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան է բերել։ Երեք ռեպորտաժների լուրերի քանի դեպք է բացահայտվել վերջին շաբաթներին, բավականին արդյունավետ այդ ուղղությամբ աշխատում են, սահմանափակել է այսպես սև փողերի մուտքը Հայաստանի տնտեսություն եւ Հայաստանի քաղաքական դաշտ։ Չնայած այս պնդումներին, իրավապահները մինչև այս պահը չեն հարուցել որևէ գործ, որն առնչվում է առաջիկա ընտրություններում ընտրական գործընթացի վրա ազդելու նպատակով Ռուսաստանից կանխիկ միջոցների ներկրմանը։ Գլխավոր դատախազությունը պատասխանելով Ազատության գրավոր հարցմանը հայտնել է, որ 47.5 միլիոն ռուսական ռուբլու կամ մոտ կես միլիոն դոլարի հայտնաբերման դրվագով որևէ վարույթ նախաձեռնված չէ։ Դուք ձերբակալվել եք անցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։ Օրերս 47.5 միլիոն ռուբլու մասին հայտնել էր պետական եկամուտների կոմիտեն, բայց այդ գումարով Զվարթնոց օդանավակայանում վայրեջ կատարած քաղաքացուն ձերբակալելուց հետո ազատ էին արձակել ու հետ ուղարկել Ռուսաստան։ ՊԿ այլ քայլերի չէր դիմել, մասնավորապես իրավապահներին հաղորդում չէր տվել, որ քննեին ու պարզեին, թե ինչու էր այդքան մեծ գումար փորձում բերել Հայաստան եւ արդյոք դա օրինական նպատակներով էր ծախսվելու։ Նույն ժամանակ իրականացվող օպերատիվ հետազոտական միջոցառումների ընթացքում ստացվեցին տեղեկություններ, որ վերջինս Հայաստանի Հանրապետությունում չունի մշտական բնակության վայր եւ նույն օրը պետք է հետ վերադառնար։ ՊԿ-ի գլխավոր օպերլիազոր Սամվել Նիկոյանն ասել էր, քաղաքացին չի հիմնավորել, թե ինչ ցակում ունի այդ գումարը եւ ինչ նպատակով էր բերում Հայաստան, այդ պատճառով էլ նրան հետ էին ուղարկել Ռուսաստան։ ՊԿ պաշտոնյա Աշոտ Մովսիսյանն էլ թվեր էր վկայակոչել, վերջին 1.5 ամսում արձանագրվել է խոշոր կանխիկ գումարների ներմուծման 9 դեպք։ Նշված անձինք բացատրական աշխատանքների արդյունքում իրենց հետ են վերադարձրել
ներմուծված կանխիկ գումարները ընդհանուր շուրջ 133 միլիոն ռուբլու չափով։ Պետ Պաշտոնյան միաժամանակ նշել էր, թե անցած 1 տարում ձեռնարկված խստացումների արդյունքում Հայաստան ներմուծվող կանխիկ գումարի ծավալը նվազել է շուրջ 10 անգամ։ Այս խնդիրը հիմնականում կապված է ԵԱՏՄ երկրների հետ, քանի որ միության կազմից դուրս այլ երկրներից $10,000 գերազանցող կանխիկ գումարի դեպքում հայտարարագրումը պարտադիր է։ Ինչն է հիմք տվել հայտարարել, որ 47.5 միլիոն ռուբլին Հայաստան էր բերվում հենց ընտրական գործընթացների համար, հատկապես որ այդ առնչությամբ քրեական գործել չկա, հարցնում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Ես չգիտեմ, ապացույցներ թող ներկայացնեն, որ այդ ֆինանսական միջոցները գալիս էին Հայաստան հատուկ կոնկրետ քաղաքական նկատառումներով կամ նախընտրական գործընթացների մեջ ներդրվելու համար։ Եթե չկան նման ապացույցներ, հենց այնպես հայտարարելը իհարկե արդեն հենց այնպես հայտարարելու պարագայում արդեն կարելի է անել հետևություն, որ նպատակը ուղղակի խոսակցություն շրջանառելն է։ Իրավապաշտպանը չի բացառում Ռուսաստանի ազդեցությունը առաջիկա ընտրությունների հայաստանյան քաղաքական դաշտի, այդ թվում իշխանության վրա։ Միաժամանակ պնդում է, ընտրությունների հանդեպ վստահությունն ամրապնդելու համար ցանկացած մեղադրանքի հիմքում պետք է լինի փաստ ու ապացույց։ Վարչապետի Գյումրի այցը չեն մոռանա Չարենցի փողոցի բնակիչները։ Տարիներ շարունակ Քարուքանդ ճանապարհի 200 մետրը ժամերի ընթացքում Փաշինյանի Գալստյանն ընդառաջ հարթվեց։ Իսկ մնացած հատվածները նույն տխուր անանցանելի վիճակում են։ Վերանորոգման ժամկետներն էլ հետաձգված։ Գյումրիի Անի թաղամասի Եղիշե Չարենց փողոցում այսօր մի փոքր հրաշք էր տեղի ունեցել։ Տարիներով խորը փոսերի ու ցեխի մեջ թաղված 1 կիլոմետրանոց փողոցի մոտ 100-ից 150 մետրանոց հատվածը հարթեցվել էր, քերված ասֆալտով ու խճով։ Իսկ առիթը վարչապետ Փաշինյանի այցն էր, որ այսօր ստուգայցի էր եկել հարթեցված հատվածի դիմաց գտնվող թիվ 41 դպրոց։ Լավ եք։ Իսկ Խաչմերուկից այն կողմ կրկին նույն փոսերն էին, որոնք մեքենաները մի կերպ են շրջանցում։ Այս փողոցի բնակիչները հոգնել են անընդհատ բողոքելուց ու դժգոհելուց, ամռանը փոշուց, անձրևին էլ ցեխից։ 1 տարի էլ պիտի սպասեն, դեռ նախագծում են, որ հետո նոր սկսեն փողոցի հիմնանորոգումը։ Մինչ վարչապետի այցը դպրոցի տարածքը հատուկ ստուգվեց շան միջոցով։ Տարածքը 4 կողմից ոստիկանական հսկողության տակ էր։ Այցից ժամեր առաջ հատուկենտ մարդիկ էին հավաքվել։ Արդյոք տեղյակ էին, որ վարչապետն է գալու, գուցե հարցեր ունեին, հետաքրքրվեցինք։ Դուք հարց ունեք վարչապետին, որ եկել եք։ Թե պարզապես ուզեցին դիմավորենք, տեսնենք մոտիկից։ Բա որտեղից եք իմացել, որ գալու է։ Թորս էս դպրոցներից սովորում։ Հա, ասել են, որ կաք, թե դուք եք ցանկություն հայտնեք։ Մենք մեզ չեն ասել, թե կաք։ Ինչ որ հարց ունեք տալու։ Չէ, պարզապես մենք եկել ենք, որ մեր վարչապետին տեսնենք, մեր հերոսին տեսնենք։ Իր լավ գործերի համար մենք շատ շնորհակալ ենք, շատ բարի վկատար մարդ ենք։ Եկել եք հիմա անձամբ տեսնեք։ Անձամբ հա մոտիկից տեսնենք։ Դուք ինչ կասեք, դուք եկել տեսնելու, թե հարց ունեք տալու ինչ որ։ Հարց չունեմ տալու։ Պրոստը այնպես եկել կապնեմ։ Իմացել եք, որ գալու է, հա։ Անի թաղամասի փոսերը նաև վարչապետի ավտոշարասյունն ընկավ, չսպասելով բնակիչների հարցերին, վերջինս արդեն ճշտել էր մարզպետից, թե երբ է սկսվելու թաղամասի փողոցների նորոգումը։ Հիմա շնորհավոր ժողովուրդ ջան, դե գիտեմ փողոցների հարցն էլ այս ընթացքում պարզաբանեցինք, ծրագիր կա, որ Անի եւ ավստրիական թաղամասների փողոցները կառավարությունը կառուցելու է, նախագծում ենք, բան խոդա։ Նախագծման գործընթացն է, պարոն վարչապետ, հիմա գեոդեզիստներն են աշխատում, միայն Ինչքան ժամանակում կարվի։ Մինչև սեպտեմբեր է տարված, բայց մենք նախագծումը, ուզում ենք փուլերի մի տարվա մեջ, հա, ուզում ենք փուլերի բաժանենք, որտեղ թաղամասը շատ է։ Մյուս տարի այս ժամանակ շատ լավ։ Վարչապետն այսօր վաղ առավոտից մի քանի մարզերի դպրոց, մանկապարտեզ, ջերմոց ու երիտասարդական կենտրոն մտավ, մինչև հասավ Գյումրի։ Տարբեր համայնքներում տարբեր առաջարկներ ստացավ, նույնիսկ Փիփերթով ճաշի հրավեր։ Ինչ թեմա է 2025 թվին ամսի 16-ին։ Էսա օգնականը ստեղա կմոտենա։ Արբերտ գյուղի բնակիչ են, գյուղտեխնիկայից կոմբայն եմ առել, մեկ էլ մի հատ տրակտոր։ 2007 թվին իմ անպետության պատճառով չեմ պասպորտ հանել։
մնացել է հարի իմ։ Տեխնիկա։ Հա, տեխնիկա, պասպորտ չունի։ Գնացել են մռոնները։ Ինչա պետք անել։ Մի հատ մագագրեք վրեն որ պասպորտ տանել ինձ, պարոն Փաշինյան։ Դե չինի։ Ախոս կանի։ Չգիտեմ ոնց կանի։ Էս մռոնները գնացել են։ Վարչապետը նախընտրական այս շրջանում ակտիվացրել է այցերը մարզեր, հիմնականում իր իշխանության օրոք կառուցված կամ վերանորոգված դպրոցներ ու մանկապարտեզներ է մտնում, երբեմն նաև բնակիչների հետ շփվում։ 3 տարվա քննությունից հետո մի քանի օրից պարզ կդառնա 29-ամյա հղի կնոջը Սոնա Մնացականյանին վրա երթի ենթարկած վարչապետ Փաշինյանի Շարասյան վարորդի համար ինչ պատիժ կսահմանվի։ Կողմերը մնում են իրենց տեսակետին, մահացած կնոջ հարազատները, որ առաջին ատյանի սահմանած պատիժը մեղմ են համարում, վարորդը, որ ինքը ընդհանրապես անմեղ է։ Սոնա Մնացականյանին մահացու վրա երթի ենթարկած վարչապետի Շարասյան վարորդի վերջնական պատիժը պարզ կդառնա մայիսի 18-ին, երբ վերաքննիչ դատարանը հրապարակի վճիռը։ Հույս ունենք, որ մեր բողոքը կբավարարի եւ առնվազն պատիժը կխստացվի։ Ողբերգական այս դեպքը տեղի էր ունեցել շուրջ 4 տարի առաջ Երևանի կենտրոնում, երբ վարչապետի Շարասյան առաջին մեքենայի հարվածից 28-ամյա հղի կինը մի քանի մետր այն կողմ էր նետվել ու տեղում մահացել։ Առաջին ատյանի դատարանը նախորդ տարի վարորդ Արամ Նավասարդյանին դատապարտել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման, քանի որ դատավճիռը երկու կողմն էլ բողոքարկել էր ու այն դեռ ուժի մեջ չի մտել, վարորդը շարունակում է մնալ ազատության մեջ։ Նավասարդյանը վերաքննիչ դատարանից պահանջում է արդարացում պնդելով, որ ինքն արագությունը չի գերազանցել, տուժողի ընտանիքը պատժի խստացում է պահանջում մինչև 4 տարվա ազատազրկում։ Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Ռաֆի Ասլանյանը հույս ունի, որ վերաքննիչը կբավարարի իրենց բողոքը, բայց շարունակում է մտավախություն ունենալ, որ մինչև գործի ավարտը կարող է լրանալ վաղեմության ժամկետը, իսկ դա մյուս տարի է։ Եթե օրինակ մայիսի 18-ին ավարտի, 4-5 ամիս հետո այդ որոշումը ստանալու պահից 1 ամսյա ժամկետում կողմերը իրավունք ունեն բողոքարկել, դա կարող է հանգեցնել վաղեմության ժամկետներն անցնելուն, բայց ամեն դեպքում այս պահին ոչինչ չեն կարող ուշարկել։ Սոնա Մնացականյանի հայրը Մացակ Մնացականյանը դատավարության 3 տարիների ընթացքում պնդում էր, եթե մինչև վարչապետի Շարասյան անցնելը պարոնյան Լեո Խաչմերուկը պատշաճ փակ լիներ, իր դուստրը չէր կարող հասնել Խաչմերուկի վտանգավոր գոտի ու հայտնվեր արագ սլացող մեքենայի անիվների տակ։ Նրանք նաև դժգոհում էին, որ դստերը վրա երթի ենթարկած Արամ Նավասարդյանը չի հեռացվել աշխատանքից եւ ողջ դատավարության ընթացքում մնացել է ազատության մեջ։ Նախորդ տարի առաջին ատյանի դատարանի վերջին նիստից Սոնա Մնացականյանի հայրը հիասթափված էր հեռացել։ 1 տարի 6 ամիսն ասում էր մեղմ պատիժ է իր հղի դստերը մահացու վրա երթի ենթարկած վարորդի համար։ Ես իմ հույսերը ավելի շատ էին, որ իրոք արդարադատություն կլինի, բայց հիմա համոզված եմ, որ չկա այդ արդարադատությունը։ Վարորդի փաստաբան Ռուբեն Բալոյանը առաջին ատյանի որոշումից հետո էլ պնդել էր, իր պաշտպանը չի գերազանցել արագությունը, Սոնա Մնացականյանն է անտեսել տեսուչի հրահանգն ու հասել Խաչմերուկի կենտրոն։ Քեզ գործով այնքան կոպիտ դատավարական սխալներ ա թույլ տրվել։ 3 փորձագետի եզրակացություն կա, որ Խաչմերուկը կարգավորող տեսուչը ճեկի խախտում թույլ չի տվել։ Եթե ճեկի խախտում թույլ չի տվել, ուրեմն Արամ Նավասարդյանը կոպիտ ասած Խաչմերուկը մուտք գործել լուսացույցի թույլատրող, այսինքն այսպես փոխաբերական իմաստով ասեմ, կանաչ լույսի տակ։ Տեսուչի հրահանգով։ Տեսուչի հրահանգով, դա կանաչ լույս է իր համար։ Նավասարդյանի մեղադրանքի մեջ նշված է, որ Սոնան Խաչմերուկը մոտ գործել լուսացույցի կանաչ լույսի տակ եւ ճանապարհը հատել է հետիոտային անցումներով։ Ես մեռա բացադրելով, ասում եմ, եթե Խաչմերուկում կարգավորող կա, չի գործում լուսացույցի լույսը։ Այս ընթացքում վերաքննիչ դատարանում 3-ից 4 նիստ է ընթացել։ Երկու կողմերը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Նիստը սակայն օրերս հետաձգվել էր։ Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Ռաֆի Ասլանյանը կարծում է, որ գուցե դատարանը ծանրաբեռնվածության պատճառով է այն 1 ամսով հետաձգել։
Երեք լսեցի, որ նիստը նախագահող դատավորի վրա էլ կարգապահական վարույթ են հարուցել, մեկ այլ ինչ-որ հանգամանքներում, արտադրության նախարարի դիմումով, ես չգիտեմ, դա որքանով է կապված շշում գործադրելու հավանականության հետ, որքանով կապ չունի, չեմ կարող ենթադրություններ անել։ Ռաֆի Ասլանյանի խոսքով գործի կարևոր հանգամանքներ կարող էին պարզվել, եթե Շարասյան ռադիոկապի ձայնագրությունները չանհետանային։ Փաստաբանն ասում է, այդ ձայնագրություններից պարզ կլիներ, թե օրինակ ով է վարորդ Նավասարդյանին հրահանգել, որ խաչմերուկը պատշաճ փակ է ու նա կարող է անցնել։ Ոստիկանությունը հայտնել էր, թե դրանք չեն պահպանվել տեխնիկական խոտանի պատճառով։ Ասլանյանը նաև պահանջել էր, որ Շարասյան ղեկավար կազմը պատասխանատվության ենթարկվեր, բայց մտահոգված է, սրա ժամկետն էլ է մյուս տարի ավարտվում։ Ձայնագրող սարքով դարձյալ փորձականություն չի նշանակվել։ Ըստ էության մեզ համար տեսանելի չի, թե դրանով ինչ քննություն է կատարվում։ Դա ամենը արվում է միտումնավոր, նույնիսկ արդեն ամեն անգամ ասելուց ես հոգնել եմ։ Համացանցում տարածված տեսագրություններից մեկում երևում է, որ հղի կնոջը վրաերթի ենթարկած մեքենայից հետո վարչապետի Շարասյունը կանգ չի առնում։ Դատական պրոցես է գնում, ինչ անեմ ես նույնիսկ վկա չեմ այս գործով, որովհետև ես չեմ տեսել։ Այսպես էր պատասխանել Փաշինյանը լրագրողների հարցերին, որոնք հիշեցրել էին, որ իրեն ուղեկցող Շարասյան մեքենան վրաերթի է ենթարկել ու կյանքից զրկել հղի կնոջը։ Հարավկովկասյան երկաթուղիների կառավարումը այլ երկրի փոխանցելու Հայաստանի ղեկավարի հայտարարություններին դարձյալ կոշտ են արձագանքել Մոսկվայից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը վարչապետ Փաշինյանի առաջարկը տարօրինակ է որակել։ Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը հրապարակային հայտարարել էր հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը։ Խնդրի լուծումը տեսել էր կառավարումը Հայաստանին եւ Ռուսաստանին բարեկամ երրորդ երկրի փոխանցելու մեջ։ Մոսկվան մերժեց Պուտինի հետ հանդիպումից հետո արդեն Երևանում վարչապետն ասաց, Ռուսաստանի թիկունքում երկաթուղու հարցով ոչ մի քննարկումներ տեղի չեն ունենա։ Բացի երկաթուղու հարցից Մոսկվայից նորից կրկնել են, թե Եվրամիությանը միանալու դեպքում Հայաստանը կորուստներ կունենա։ Այս անգամ կոնկրետ թիվ են նշել, դա ըստ անվտանգության խորհրդի պաշտոնյայի երկրին կարժենա հնայի մոտ 23%-ը, կարող է լինել նաև էներգակիրների գնային աճ։ Հիմա Իրանի շուրջ իրավիճակի մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 3 անորոշ ժամանակով երկարաձգեց Իրանի հետ հրադադարը, չնայած ընդամենը մի քանի ժամ առաջ բացառել էր նման հնարավորությունը։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք Պակիստանի մայրաքաղաքում կկայանա Միացյալ Նահանգների Իրան բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանական կողմը Թրամփի խոսքերը որակել է խորամանկություն եւ նոր հարվածի նախապատրաստման համար ժամանակ շահելու փորձ։ Անհանգիստ է իրավիճակը Հորմուզում։ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի ժամկետի երկարաձգումից ժամեր անց իրանական զինուժը Հորմուզի նեղուցում առևտրային 3 նավի վրա է կրակել։ Ըստ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնի նավերից մեկը լրջորեն վնասվել է։ Իրանական լրատվամիջոցները նույնպես հաստատում են հարվածները։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը առանց ժամկետներ նշելու միակողմանիորեն երկարաձգել էր հրադադարը։ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, թե դա անում է Պակիստանի խնդրանքով, մինչև Իրանի մեջբերում են պառակտված իշխանությունը կկարողանա միասնական առաջարկ ներկայացնել պատերազմը դադարեցնելու շուրջ։ Ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը սակայն կշարունակվի, գրել էր նա։ Ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը եւ լինել պատրաստ եւ մարտական պատրաստվածության վիճակում մնացած բոլոր առումներով։ Եվ ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկի ներկայացումը եւ բանակցությունների ավարտը այս կամ այն կերպ։ Իրանական Թասնիմ գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը չի խնդրել երկարաձգել հրադադարը։ Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդականն էլ դա մեջբերում եմ անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու հնարք էր անվանել։ Մահդի Մոհամմադին նաև նշել էր, որ ԱՄՆ կողմից Իրանի նավահանգիստների ներկայիս շրջափակումը մեջբերում են ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից եւ պետք է ռազմական պատասխան ստանա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին էլ Իրանի հարավային հարևաններին սպառնացել է ոչնչացնել նրանց նավթային արդյունաբերությունը, եթե այդ երկրների տարածքը կիրառվի Իրանին հարվածելու համար։
Ու մինչ իրավիճակը Հորմուզի նեղուցում կրկին լարվում է, անորոշ է բանակցությունների հեռանկարը։ Չնայած երեք հաղորդվում էր, որ ԱՄՆ փոխնախագահն այսօր կժամանի Իսլամաբադ բանակցելու, Սպիտակ տունն այսօր հաստատել է, որ Ջեյ Դի Վենսի այցը չեղարկվել է։ Իրանի արտգործնախարարության խոսնակը BBC-ին հայտնել է, որ Թեհրանը դեռ չի որոշել կբանակցի թե ոչ։ Էսմայիլ Բաղային ասել է, որ Իրանը բանակցությունների առաջին փուլին մասնակցել է բարի կամքով եւ լուրջ է վերաբերվել դրանց։ Նույնը սակայն ըստ նրա չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին։ And at the same time they're continuing with their threats of war crimes. Նրանք շարունակում են ռազմական հանցագործությունների, ցեղասպանության, մեր կամուրջները եւ էլեկտրակայանները ռմբակոծելու սպառնալիքները։ Այնպես որ սա այն երկրի վարքագիծը չէ, որն իսկապես լուրջ է վերաբերվում դիվանագիտական գործընթացին։ Really serious about a diplomatic process. Իրանի արտգործնախարարն էլ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը պատերազմական ակտ եւ հրադադարի խախտում է որակել։ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ օրեր առաջ իրանական առևտրային նավի գրավումն ու դրա անձնակազմին պատանդ վերցնելն էլ ավելի մեծ խախտում է։ Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը եւ դիմադրել սպառնալիքներին սոցցանցում գրել է նա։ Չնայած Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարի ավարտին դեռ մի քանի օր կա, Իսրայելի զինուժը վերսկսել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում եւ 4 քաղաքի է հարվածել։ Հաղորդվում է զոհի մասին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան էլ հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը՝ ի պատասխան հրադադարի խախտումների։ Ուկրաինան էլ դիմել է Թուրքիային հյուրընկալելու նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դիվանագետը, նշելով, որ Կիևը փորձում է նոր թափ հաղորդել կանգ առած խաղաղ բանակցություններին։ Ուկրաինացի նախարարն ասել է, Կիևը պատրաստ է քննարկել Պուտինի հետ հանդիպման համար ցանկացած այլ վայր, բացի Բելարուսից եւ Ռուսաստանից, ինչը նախագահ Զելենսկին բազմիցս է ասել։ Ուկրաինայի արտգործնախարարը չի նշել, թե հանդիպման առաջարկին ինչպես է արձագանքել Անկարան։ Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը կարող է կայանալ միմիայն Մոսկվայում։ Ուկրաինայի առաջնորդը հայտարարել էր, որ չի մեկնի Մոսկվա։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է, սոցցանցերի մեր էջերում նույնպես, հետևեք, հաջողություն։